Բարև ձեզ, մենք 5-4-ի դասարանի սովորողներն ենք։ Մենք մայրենիի դասերին իրականացնում ենք շատ հետաքրքիր նախագծեր։ Այսօր կներկայացնենք դրանցից մեկը, մեր ընթերցողական նախագիծը։ Այս նախագիծը մենք իրականացնում ենք շաբաթը մեկ անգամ։ Բերում ենք տնից մեր սիրելի գրքերը և կարդում ենք մայրենի լեզվի ժամին։ Ընթերցելուց հետո մենք ներկայացնում ենք մեր կարդացածը բանավոր կամ գրավոր տեսքով։ Գովազդում ենք նաև մեր գրքերը։ Մենք նաև փոխանակում ենք մեր ընթերցած գրքերը։ Ես մտածում եմ, որ այս նախագիծը մեզ օգնում է, որ նոր բառեր սովորենք և կարողանանք հետո որ մեծանանք այդ բառերը օգտագործենք, եթե պետք լինի։ Այս նախագիծը մեզ օգնում է, որ մենք ավելի շատ լավ ստեղծագործենք։ Այս նախագիծը օգնում է, որպեսզի մենք գրագետ խոսանք։ Այս նախագիծը նաև մեզ սովորեցնում է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ դրսևորել մեր ժամանակը տնօրինել և ամեն ինչի դրսևորել։ Այս նախագիծը ինձ օգնում է, որ ես սովորեմ գրագետ խոսել։ Այս գրքերը ինձ սովորեցրել է, թե ինչպես ճիշտ կազմել նախադասությունը ավելի գրագետ խոսել։ Ես մտածում եմ, որ նախագիծը մեզ օգնում է, որ կա տարբեր բառեր կան, որ դու չես իմանա որպեսի բառեր, բայց դու հենց իմանում ես, քեզ հետաքրքիր է դա ինչ է նշանակում, ու դու կարաս գտես այդ բառերը ինչ է նշանակում։ Նաև ես լիքը բառեր սովորել եմ, ու գիրքերը դպրոցում կարդալը ավելի հետաքրքիր է, որովհետև դու ուստեղ կարաս ընկերներիդ հետ դասից հետո փորձես իմանաս, թե ով ինչ գիրք է կարդացել, հետաքրքիր էր իրան, հետաքրքիր չէր, ու իմանաս, այդ գիրքը արժի, որ դու էլ սկսել կարդաս, թե չէ։ Ինձ թվում է, որ մեր նախագիծը մեզ օգնում է ավելի շատ գիրք կարդալ և հետաքրքրվել այդ գրքերով։ Ես այդքան շատ չեմ սիրում գիրք կարդալ, բայց երբ որ ինձ գիրք են տալի, ես մի փոքր նայում եմ իր նկարին, մի փոքր էջերը բան եմ անում, հետո սկսում եմ հետաքրքրվել։ Երբ որ երկու նախադասություն սկսում եմ կարդալ, ավելի եմ հետաքրքրվում ու սկսում եմ 2-3 էջ կարդալ։ Հետո բայց դպրոցի դասամիջոցը սկսում է, ես արդեն պետք է գնամ մեր դասին, բայց չեմ հասցնում այդ գիրքը կարդալ, այդ ինձ մի փոքր տխրեցնում է։ Ու այդ նախագիծը ինձ շատ է դուր գալի, նրա համար, որ ինքը ինձ ավելի շատ ուզել է տալի, որ ես կարդամ։ Ես սիրում եմ, որովհետև ընդհանրապես տեղ կարելի է կարդալ քո սիրած գրքերը, քո սիրած զեկյատները։ Իսկ դու տանը չես կարող կարդալ։ Ինչու ենք հենց դպրոցում կարդում։ Դե որովհետև իմ մոտից ինձ է, ես դուն արդեն գալիս եմ հոգնած, հավես չունեմ կարդալ, իսկ դպրոցում կարամ կարդալ։ Ես շատ եմ սիրում այս նախագիծը, քանի որ դու կարող ես առանց տենց ինքդ քեզ ստիպելու պետք է մեկը կարդաս, քանի որ դպրոցում ես, պետք է դասը նորմալ անես։ Ես տանն եմ կարդում, բայց տենց դպրոցում մի քիչ ավելի շատ հետաքրքրված եմ կարդում, որովհետև ընկերներից հետ կարողանում ենք քննարկել տենց բաներ անել ու շատ հավես է լինում, որ այս նախագիծը անում ենք հենց դրսում, քանի որ մաքուր օդին հանգիստ համար կարդում եմ։ Իմ կարծիքով, որ մենք գալիս ենք դպրոցում կարդում ենք, սեղ մենք ընկերների հետ ենք կարդում ու մեզ տենց ավելի է դուր գա։ Իսկ որովհետև մենք մեկ ընթացքում նրանց հետ շփվում ենք, գիրքն ենք քննարկում և հասկանում ենք, որ ընթերցելը շատ է օգտակար։ Նա մեզ օգնում է հասկանալ բառերի ինչ է նշանակում, ավելի պարզ կարողանալ խոսալ, ավելի հետ ձևակերպել նախադասությունները, ոչ թե երկար։ Եվ այստեղ ընկերների հետ ավելի է լավ, որովհետև քո կողքին կան քո տարիքի մարդիկ և դու հասկանում ես, որ իրանք էլ են սիրում գիրք կարդալ, եթե դու գիրք կարդալ չես սիրում, և դու էլ ես սկսում գիրք սիրել կարդալ։ Ու ես շատ եմ սպասում այս նախագծերին, որովհետև այստեղ մենք կարդում ենք և մենք ոչ մի ձայն չենք մենք կարողանում ենք հանգիստ կարդալ և ընկերների հետ շփվում ենք, ձևակերպում։
Այս նախագիծը նաև մի առավելություն ունի, դա այն է, որ դասատուն քեզ չի ասում դու ինչ պետք է կարդաս, դու կարող ես որ գիրք ուզում ես բերես եւ կարդաս։ Անպայման չէ, օրինակ դու ունես աշխարհի բոլոր հեքիաթների գիրքը, դասատուն քեզ չի ասում այդ գիրքը բեր, դասատուն քեզ բան չի ասում, դու պետք է քո սիրած գիրքը բերես եւ կարդաս։ Ես առաջ շատ չէի սիրում գիրք կարդալ, որովհետև ինձ համար դա դժվար էր, բայց հիմա որ ես եկա այս դպրոց, ինձ համար ավելի հեշտ էր, բառերը ավելի պարզ էի կարդում, եւ ինձ ցույց էր դուր գալ այս նախագիծը։ Բայց ես միշտ մոռանում էի իմ գրքերը, որովհետև մեր տունը տես գիրք չկա, որովհետև ես սաղ գիրքերը կարդացել եմ մեր տանը, ու չգիտեմ ինչ գիրք բերեմ, դրա համար ես միշտ վերցնում եմ մեր դպրոցի գրադաներից ու կարդում եմ։ Տարվա ընթացքում ես ամենաշատը հավանել եմ ընթերցողական նախագիծը։ Ես ընթերցել եմ 3 գիրք եւ ընթերցողական նախագծերին ես շատ բաներ եմ սովորել, տենց բառեր, իմաստներ, նախադասություններ ու տենց այլն։ Ինձ հետաքրքիր է դասարանում ընթերցելը, որովհետև ես ընթերցելուց հետո կարող եմ պատմել իմ գրքի մասին իմ հասակակիցներին կամ իմ կրտսեր ընկերներին։